Kubernetes-ը ժողովուրդ երևի հիմա ամենապահանջված տեխնոլոգիան է ու ամենաաշխատաբարձներն են էլի շատ բարձր են դա եթե Kubernetes-ի սերտիֆիկատների անգամ կան, հա, որ գրեք Kubernetes certifications, հա, ինքը կբերի так ասենք օրինակ ամենաճանաչված է սա certified Kubernetes administrator, էսի ես հանել եմ, հա, ես ունեմ Ընդ 6-ած սերտիֆիկատ կա ամենաբարդը ոնց որ security-ն է, եթե ճիշտ եմ հիշում, հետո գալիս է CKA, հետո տենց մնացածը ոնց որ ավելի հեշտ են ըստ, ասենք ինտերնետում եղած ոնց որ սենց լուրերի, հետի որ ստանաք ոնց որ դառնում է Kuber astronaut, տենց title կա ու ինքը տենց շատ ուժեղ է էլի, շատ Էսի պրոստը սենց ինչ կարաք սովորեք, հա տե Kuber astronaut երևի սենց որ սենց վրում եք ինքը բերում է Kuber astronaut program Так, լավ, սկսենք ուրեմն թե ինչա вообще Kubernetes-ը մի հատ Visual Studio Code-ը բացենք որ նախնական ստեղ մի հատ ֆայլ ստեղծենք, ասենք գրենք Չիմանացած հետ կապ ունի թե չէ DevOps տեսարի հետ իհարկե կապ ունի, ամեն ինչն է, հա, իրար հետ կապ ունի, եթե ուզում ես DevOps կամ Site Reliability Engineering-ով բան անես, մնացածը կարես շատ իդեալական իմանաս Kubernetes չիմացար, ոնց որ քեզ գործի շատ 99% դեպքերում չեն վերցնի, կան կվերցնեն, կպահանջեն, որ դու էսի պիտի սովորես, ոնց որ ձեռք չունես դրանից փախնելու, էլի Positional development քեզ պետք է գա Անպայման միանշանակ քեզ պետք է գալու միանշանակ Լավ կլինի ինձ թվում է որ գիտելիք ունենաս, դա քեզ մեծ պլյուս է, որ իմանաս ընդհանուր արխիտեկտուրան, հա, ոչ միայն կոդ գրես, հա, ասենք կոդ գրելը օքեյ, լավ ես անում, կոդ ես գրում, բայց իմանաս ինֆրաստրուկտուրան օրինակ ոնց է աշխատում։ Դա շատ կարևոր է։ Եթե ուզում ես արխիտեկտ օրինակ դառնաս, հա, ինչ որ ժամանակաշրջանում, դու նաև պետք է հասկանաս, թե քո կոդը որ գրում ես, այդ արխիտեկտուրան ինքը ոնց է աշխատելու։ Իհարկե, սենց ասեմ, բանը, հա, ոնց որ եթե DevOps-ել ես աշխատում ու ծրագրավորումից լավ ես, դա էլ է շատ մեծ պլյուս էլ, ոնց որ հակառակ բանն է կարելի, որտեղ շատ ժամանակ լինում է, օրինակ կոդում error-ներ կա, բայց դու ծրագրավորող չես, քո համար դա ուրիշ աշխարհ է, չես կարող այդ խոսքի, ասենք archive մտնես, հասկանաս այդ artifact-ը օրինակ ոնց է գեներացվում կամ, չգիտեմ, կոդը ոնց է աշխատում, երկու բան փոխես, էլ չսպասես ծրագրավորողին։ Նույնն է հակառակ տեսանկյունից, ոնց որ դու պետք է հասկանաս, թե արխիտեկտուրան ոնց է աշխատում։ Ուրեմն սկիզբը ոնց եկավ, սկիզբը դե մեր ոնց որ local PC-ներն են, ինչ է նշանակում local PC, սովորական մի հատ սերվեր, որի վրա ընդհանրապես մի հատ ծրագիր է աշխատում, հա։ Հետի ոնց որ դուք ձեր կոմպի վրա Windows-ի վրա մի հատ Excel կտցնում եք, ինչ որ, չգիտեմ, Google Chrome եք ինստոլ անում, հա։ Դա էվոլյուցիան է, այլ սկիզբը այդ եկավ։ Հետո եկավ Docker-ները, այսինքն Docker-ը ինքը container, հա, նաև հասկացողությունն է մտնում մեջ, ինչ է նշանակում, նշանակում է, եթե այնվախ մի սերվերի վրա օրինակ դու կարայր օրինակ MySQL մի հատ դատաբազա ունենայր, հա, օրինակն եմ ասում, ինչ որ ծրագիր, օրինակ Python կոդ, մի հատ այդ Python կոդով application կարայր ունենայր, Docker-ը թույլ տվեց, որ խոսքի նույն համակարգի վրա ոնց որ իզոլացվի ամեն ինչը վիրտուալ մակարդակում ու ստեղծվի օրինակ, չգիտեմ, Python, ասենք, կոդ մեկով application, Python երկու կոդով application, հա, ու սրանք իրար հետ ոնց որ вообще կապ չունեն, սրանք իրար հետ առանձին կարան աշխատեն, իրար չխանգարեն եւ այլն եւ այլն։ Եթե այս Docker-ը չլիներ, դուք էսի պրյամո ինստոլ անեիք ձեր սերվերի վրա, հնարավոր է այսի ինչ որ մոդուլ օրինակ օգտագործել, որը կոպիտ ասած, եթե նույն մոդուլը օգտագործեիր, ստե ինքը error տար։ Կարող է ինչ որ ձև ստեի օրինակ մոդուլները կոդը ազդի սրա վրա, սրա կոդերը ազդի սրա վրա, քանի որ իրանք կարող են օգտվել նույն dependency-ներից, նույն մոդուլներից, նույն, չգիտեմ, memory-ից, նույն RAM-ից եւ այլն, ասած բազում խնդիրներ կարող առաջանալ։ Վիրտուալիզացիայի ոնց որ վերջին բանը եկավ Kubernetes, հա։ Kubernetes-ը ժողովուրդ, եթե Docker հասկանում եք, այսինքն Docker container գիտեք ինչ է, Kubernetes-ը ձեր համար շատ ավելի դյուրին կդառնա հասկանալը։ Kubernetes-ը պրոստը էլի Kubernetes-ում է կոնտեյներներ կային։ Պրոստը եթե օրինակ Docker-ի հետ դուք
ինչ որ սահմանափակումներ կար, հա, management-ի առումով Kubernetes-ի դեպքում ձեր կոնտեյներները ավելի հեշտ է, ավելի ոնց ասեմ, հեշտ է մենեջանել, հա, հեսա որ անցնեք կհասկանանք ինչն է ոնց որ Kubernetes-ի առավելությունները։ Management-ի տեսանկյունից է, կոնտեյների տեսանկյունից բան չի փոխվում, ձեր application-ները էլի կոնտեյներների մեջ են, հա, կոնտեյները ինչ է նշանակում, ունեք Python կոդ օրինակ, ինքը օրինակ կախված է lib 1-ից, հա, ասենք ինչ որ գրադարան է օգտագործում, lib 2-ից, ինչ որ մոդուլներ է օգտագործում, ասենք, չգիտեմ, մոդուլ 1, օրինակ մոդուլ 2, հա, այսի մի հատ package-ը, հա, այսի կոպիտ ասած կոնտեյների մեջ, հա, ինքը ձեր համակարգչից առանձնացնում է նրանը, որ ինքը համակարգչի մնացած մասերի հետ ոնց որ չի կոնֆլիկտային բաներ չի առաջացնում, ինքը կոնտեյների մեջ է, ասենց իր առանձին աշխարհում է ապրում, հա, ոնց որ համակարգչի մեջ մի հատ ինչ որ համակարգիչ կա, այդ էլ ոնց որ դրա մեջ է, այս կոդը։ Kubernetes-ը թույլ է տալի մենեջանել ոնց որ այդ ամեն ինչը, հա։ Ստե ասում է դե Kubernetes-ը open source է, open source, հեսա գրած է container management platform։ Ինքը կոնտեյներների management-ի պլատֆորմ է, հա։ Ինչ է ինքը անում, ասում է automate deployment, management and scaling։ Այսինքն դուք ավտոմատ կերպով կարող deployment անել, deployment-ային է, որ դուք run եք տալիս ձեր կոնտեյները, ինքը աշխատում է։ Դուք կարող եք config անեք, որ կոնտեյներները մեռնեն, օրինակ 3 կոնտեյներ մեռնի, հետո ինքը ավտոմատ կերպով այդ կոնտեյներները նորից նույնը ոչ թե չէ, այսինքն օրինակ անես լինի դուք տարբերությունը չզգաք, բայց իրականում տակից օրինակ 3 հատ application մեկը մեռավ, 3 հատ հելնում է նորից, ձեր համար ոչ մի տարբերություն չկա, բայց իրականում այդ 3 հատը որ մեռել է, ոնց որ իրանք չեն վերակենդանանում, այլ նոր 3 հատ է ստեղծում, որը ոնց որ ոչ մի բանով չի տարբերում նախորդից։ Դա deployment անում։ Management-ը դե կառավարման էլի տարբեր գործիքներ կան կծանոթանանք, scaling-ը ոնց որ ունեք, չգիտեմ, ունեք 5 հատ կոնտեյներ, ուզում եք 125,000 շատ հեշտ է ոնց որ այդ ամեն ինչը scaling անել։ Ինքը ոնց որ Google-ն է ստեղծել Kubernetes-ը, հետո փոխանցել է այս ընկերությանը, Cloud Native ոնց որ Computing Foundation, հա։ Ինչը ասում orchestrate container, ոնց որ կոնտեյներները նայեք, Docker-ի դեպքում ամենափոքր միավորը կոնտեյներն է, հա։ Բայց Kubernetes-ի դեպքում ժողովուրդ, կոնտեյները իրականում կա, բայց ինքը ամենափոքր միավորը չի։ Ինքը սենց ասեմ, ինքը գտնվում է Kubernetes-ի աշխարհում ամենափոքր հասկացողության մեջ։ Այդ հասկացողությունը կոչվում է pod, հա, սենց։ Pod-ը ձեր ծրագիրն է, կոպիտ ասած, ձեր application-ն է, pod-ի մեջ գտնվում է կոնտեյները։ Բայց Kubernetes-ի աշխարհում, եթե դուք տենում եք, որ ձեր pod-ը running վիճակում է նորմալ է, ուրեմն կոնտեյներները խնդիր չունի իր մեջ, հա։ Բայց դուք pod-երի հետ եք աշխատում, դուք կոպիտ ասած կոնտեյներների հետ չեք աշխատում, pod-ի մեջ գտնվում է կոնտեյները։ Ու ասում է այդ ամբողջ life cycle-ը, չգիտեմ, ինչ life cycle-ից է, կարող terminate անեք, օրինակ ձեր pod-ը անջատեք, restart անեք եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրան scaling անեք, քանակը մեծացնեք, փոքրացնեք, այնց անեք ինքը արտաքին աշխարհում ոնց որ արտաքին աշխարհից հասանելի լինի եւ այլն։ Ուսած լիքը բաներ Kubernetes-ը անում է։ Ստա հենց այդ է գրած է իր բաներից մեկը, ասում է automatically restart failed container, այսինքն կոնտեյները մեռավ, ինքը ավտոմատ restart անում։ Այսի ասում է փոխարինում է, երբ ոնց որ անհրաժեշտ է, հա։ Այս restart-ը անում ինչ դեպքում, այսի այդ դեպքում չի, երբ որ մեռավ, ինքը նորն է ստեղծում, բայց failed կարող է ինչ որ error-ներ լինի, չգիտեմ, ինքը իրան պրոստը այդ կոնտեյները այդ pod-ը վերցնի restart անի։ Так, ես ինչ ասում։ Ասում է reschedule workloads on the healthy ոնց որ nodes, ինչ է նշանակում, կոնտեյներները ժողովուրդ աշխատում են սովորական սերվերների վրա, օրինակ կարող 10 հատ Linux սերվեր ունենաք, ինքը Kubernetes cluster լինի, ու օրինակ չգիտեմ, մի սերվերի վրա ռեսուրս չլինի, հա, չկարողանաք ձեր pod-ը run տաք, ինքը դա աշխատի մյուս սերվերի վրա։ Անդե rest scheduling ոնց որ մեխանիզմ կա, ինքը ստուգում է տենում, ստե այսքան ռեսուրս կա, այսքան ռեսուրսը դու չես կարող ստե ոնց որ աշխատացնել, պես եւ ես ուրիշ տեղ ոնց որ բան անեմ։ Так, ստե ինչ կա, ստե ընդհանուր հասկանան Kubernetes basics, так, ինվարկյան, ստենք ինչ կա, introduction, okay։ Վերեք այդանք վերևից, ինչ օրինակ ասում։ Ստե դե խոսում է Docker Swarm-ի մասին, Docker-ից հետո ոնց որ ինչ որ Docker Swarm է կա, ես շատ չեմ խորացած սրա մեջ,
բայց ինքը էլի կոնտեյների մենեջմենթի տեխնոլոգիա, բայց ինքը հաստատ Kubernetes-ին ոչ մի տեղ չի կարող հասնել, որ հասած լիներ, հաստատ ոչ միտեղ չէին պահանջել Kubernetes։ Կոնտեյները ստե գրածա ինչա, ասում է ինքը single unit-ա, որի մեջ ոնց որ այդ քո application-ը կա իր dependency-ներով։ Քո application-ը ինչ որ բանից կախված է, ինքը դրա մեջ է։ Так, Kubernetes, ասում է ինչ problem, Kubernetes-ը orchestrator է, այս հասկացողությունը Kubernetes-ի մասին է orchestrator, այսինքն կոչվում է կառավարիչ, ասենք էլի բառը։ Так, ստե մի հատ այս ֆունկցիաներն են կարևոր հասկանանք ինքը ինչ անում, ասում է automated scheduling։ Ինչ է ասում է efficiently place container on nodes, հա, այս որ ռեսուրսների մասին ես ասեցի։ Ինքը ստուգում է տենում է թե ձեր որ նոդերը, սերվերները, որի վրա ռեսուրսները կա, ընտրում է ամենաօպտիմալը, հա, ու դրա վրա run անում ձեր ոնց որ կոնտեյները, որի մեջ ձեր application-ն է։ Self healing ժողովուրդ, նախ healing բառը, եթե լսեք, ոնց որ բուժում, self healing հենց բառացի թարգմանես ինքնա բուժում։ Ինքը ոնց որ դրանով էլ է զբաղվում։ Ինչ ասում է ավտոմատ restart անում, փոխարինում է reschedule անում failed container-ը։ Container-ը վարի գնաց, ինքը փորձում է restart տա, փորձում է փոխարինի, փորձում է ուրիշ նոդի վրա բարձրացնի, հա։ Rollout ու rollback։ Նայեք, ժողովուրդ, հիմա application-ի օրինակ version 1 կա, հա։ Ասենք app v1, так, հետո էթում է app v2, հետո էթում է օրինակ app v3։ Թարմացնում եք ամեն անգամ ձեր application-ը թարմացնում եք։ Ստե եթե խնդիր տվեց, դուք կարող շատ հեշտությամբ rollback լինեք, օրինակ v2-ին։ Ստե խնդիր լինի, շատ հեշտությամբ կարող հետ եթաք, շատ հեշտությամբ կարող առաջ եթաք, էլի։ Այսինքն Kubernetes-ը ոնց որ էդի ապահովում է rollout ու rollback-ը դրա մասին է։ Scaling ու load balancing, scaling-ը օրինակ հիմա 5 հատ ունեք, user-ները շատ անում են օգտագործողները, ինքը արագ հասկանում է որ load-ը մեծանում է ու սկսում է օրինակ 5-ի տեղը 10 շատացնում է։ Load balancing-ն է, դա load balancing-ը անում, այսինքն նագրուսկեն load-ը օրինակ 5-ի վրա է, ինքը հենց անում որ այդ load-ը հավասարաչափ ոնց որ բաշխվի։ Resource optimization, ոնց որ ինքը monitoring-ի ինչ որ բաներ ունի, ու հենց անում որ ձեր ռեսուրսները efficient, էլի ոնց որ effective բան ունեն։ IC այդ բանն է, որ ես ասացի, monolithic մեկ է microservice architecture, էլի։ Հասկանաք։ Monolithic-ի դեպքում ժողովուրդ, այդ ոնց որ մի հատ սերվեր ունես, իր վրա ամեն ինչն է, իր վրա UI-ն է, ձեր կայքի այն մասը, որ դուք տենում եք, չգիտեմ, ինչ որ դատաբազաները, ինչ որ business logic-ը, ձեր application-ը եւ այլն եւ այլն։ Microservice-ի դեպքում օրինակ UI կա, հա, բայց microservice-ի դեպքում օրինակ business logic-ը առանձին է, data access layer-ը առանձին է, չգիտեմ, դատաբազան առանձին է եւ այլն առանձին է, բայց այդ ամեն ինչը իրար հետ կապված են, հա։ Monolithic-ի դեպքում ոնց որ եթե օրինակ business logic-ը խնդիր տար, հնարավոր է ձեր ամբողջ application-ը չաշխատի։ Իսկ ստե կարա business logic-ը խնդիր տա, դուք մենակ կորտ ունեք business logic-ի հետ։ Դուք պետք է հասկանաք, թե խնդիրը դե որտե է, ոնց որ մնացածի վրա կարա չազդի։ Ստե ինչ է ասում։ Ոնց որ ասում եմ monolithic էդի հին ոնց որ architecture-ն է, հա, monolithic-ը այն վաղտ էին օգտագործում։ Так, ու սենց հələ տենանք ստե ինչ կան։ Microservice-ի նաև, այսի կոչվում է microservice-ային architecture, հա, այսինքն տարբեր սերվիսներ իրանք տարբեր կոնտեյներների մեջ են։ Microservice-ը մի քիչ նաև ինչ առումով է բան մտցրել, որովհետև կոպիտ ասած ձեր մի հատ ոնց որ մի հատ տորտ ունեք, դուք վերցնում բաժանում եք իրան տարբեր մասերի ու ոնց որ տարբեր մասերը առանձին աշխատում են, հա։ Այդտեղ ոնց որ challenge կա, challenge-ը կառավարումն է իհարկե, ոնց որ այդ ամեն ինչը կառավարումն է, հետաբար ոնց որ այդ ամեն ինչը կառավարելու համար ստեղծում են Kubernetes։ Հեսա հին Kubernetes architecture-ը մի հատ գտնենք, ամենակարևորը ոնց որ էդի հասկանալն է, որտեղ մնացածը ինչ որ հարցեր կա։ Kubernetes architecture։ Երևի թե այս նկարը շատ լավ նկար է։ Այսի մոտ առանձին սենց անենք։ Մի քիչ մեծացնենք։ Այսի փակ։ Նայեք ժողովուրդ։ Առաջին հասկացությունը pod։ Ասում է pod-ը
Էդի Kubernetes-ում ամենափոքր deployable unit-ն է։ Այսինքն Kubernetes-ում եթե կան տարբեր բաներ, օրինակ pod, kubelet, չգիտեմ, etcd եւ այլն node mod, ամենափոքր միավորը էդի pod-ն է։ Ինչ է ասում։ Ասում է pod-ը, pod-ի մեջ դու կարաս ունենաս 1-ից ավել կոնտեյներ, հա, որոնք կիսում են ընդհանուր ցանցը եւ հիշողությունը, storage-ը։ Իրականում pod-երի մեջ կարաս ունենաս 2 հատ կոնտեյներ, բայց դա շատ վատ բան է իրականում։ Այնց է լինում, որ լինում է, որ pod-ի մեջ 2 հատ կոնտեյներ է լինում, բայց դա եթե դրա անհրաժեշտությունը իրոք կա, էլի, այն որ, չգիտեմ, օրինակի մասած չեմ կարող բերեմ, հա, որտեղ ոնց գործի մեջ պետք է լինես, որ հասկանաս դեպքերը, օրինակ իմ դեպքում չի ելել, որ մի pod-ի մեջ 2 հատ կոնտեյներ լինի, հա, բայց հնարավոր է դեպքեր այո, որ pod-ի մեջ 2 հատ կոնտեյներ լինի, բայց դա շատ վատ է, вообще-то դրանից պետք է խուսափես։ Մի կոնտեյներ, մի pod, всё, այդքան բան։ Pod-երը էսա ամենա, նայեք, էսի պատկերացրեք ժողով, node 1, node 2, ու էսա ինչ որ control plane, պատկերացրեք 3 հատ սովորական սերվեր է, EC2 instance-ները, էսա։ Այս EC2 instance-ները logically միավորվել են իրար, դարել են Kubernetes cluster։ Cluster-ի մեջ կա control plane, ոնց որ մեր դեկանատը, որը կառավարում է այս մեր, չգիտեմ, բանը, հա, մեր ֆակուլտետը, ու node 1, node 2, օրինակ մեր սենյակները, որտեղ մենք իրական գործ ենք անում։ Այս նոդերն կարող լինեն Linux-ներ, էս էլ է Linux։ Կոպիտ ասած, իրանք միավորվել են։ Միավորվել են node 1, node 2-ը։ Ստե աշխատում են pod-երը, այսինքն իրական application-ը, control plane-ը բռնում է ամեն ինչը կառավարում է։ Դե control plane-ը ունի իր ոնց որ կառավարման մեխանիզմը։ Գնանք առաջ, node։ Node ասում է ֆիզիկական կամ վիրտուալ մեքենա է։ Վիրտուալ մեքենան EC2 instance-ն է, ֆիզիկական մեքենան մեր ոնց real server կարող վերեք դնեք, մեր կոմպերներն է ոնց որ physical machine-ը, էլի, ունի իր հիշողությունը, storage-ը, RAM-ը, network-ը, CPU-ն, հա, այն 4 հիմնական ռեսուրսները, որոնք պետք են։ Ասում է Kubernetes cluster-ը ձեր application-ը, այսինքն մեր application-ը, որոնք pod են, հեսա, այս pod-երը, ինքը run անում node-երի վրա, այսի node-ն է։ Այսինքն մենք ծրագիր ունենք, որը pod-ի մեջ է, container-ի մեջ է, ինքը աշխատում է մեր Linux օրինակ EC2-ի վրա։ Ասում է ոնց որ ամեն մի node-ը, հա, ինչ որ ուրեմն tool-եր պետք է ունենա, որպեսզի դու կարողանաս կտե Kubernetes աշխատացնել, հա, հենց այնպես չեք կարող օրինակ EC2 բարձրացնեք ու ասեք բերեք վրան pod run տանք, հա, ոնց որ հիմա մենք դուք եկել եք ստե DAS սովորելու կամ ես DAS եմ տալի, ես չեմ կարող օրինակ հելեմ դրսից գամ DAS տամ, հա, օրինակ ես պետք է եթամ ընդհանրենք բանում գրանցեմ որպես աշխատող, դուք եք որպես ուսանող այդ պահանջներին համապատասխանեք, հնություն տակ ընդունվեք, ոնց որ գաք։ Նույնիսկ չես կարող հենց այնպես բռնես Linux-ի վրա pod run տաս։ Pod run տալ աշխատացնելու համար իր վրա որոշակի մեր սերվերի վրա որոշակի բաներ պետք է install անես, ծրագրեր, հա, օրինակ համար։ Այդ ծրագրերից մեկը Docker-ն է։ Docker-ի նման ինչ որ ավելի ճիշտ container runtime։ Container runtime-ը ջո Docker-ն էլ է container runtime, բայց կա ուրիշ container runtime-ը, որը Kubernetes-ի համար են հատուկ ստեղծված։ Բայց դուք Docker-ի օրինակով հասկացեք։ Կա kubelet, kubelet-ը agent է կոչվում, եկե կա kubeproxy, kubeproxy networking-ի համար, այս ասեմ։ Չնայած ստե գրած արնելու։ Kubelet-ը ժողովուրդ, ոնց որ ես հիմա այս սենյակում դες 10 եմ տալի, ես control manager-ը հետ օրինակ դեկանատի հետ ես եմ պատասխանատու, հա, ամեն ինչի համար։ Ես եմ իրանց հետ փոխազդում, ես եմ դες բացակա դնում, ես եմ դες կարամ ասեմ հələ գնացեք սենյակից կամ չգիտեմ հələ պատասխանեք օրինակ։ Այսինքն kubelet-ը դա այն կոպիտ ասած այն մարդն է, որը նստած է այդ սերվերի վրա, ինքը կառավարում է control-ից դեկանատից ստացած, հա, control node-ից ստացած ինֆորմացիան։ Ինքը կառավարիչն է տվյալ սենյակում, ոնց որ ունեք փոքր նավեր, այդ նավերի վրա այդ կապիտանը, ինքը kubelet, ինքը կառավարիչն է։ Նավաստիներին ինքն է ասում, ով ինչ անի, հա։ Դե container runtime-ը ոնց որ միջավայրն է, այսինքն այս մեր սենյակի միջավայրը պետք է լսարանային միջավայր լինի, քանի որ դա container-ը run տալի, դա որ Docker լինի։ Kubeproxy-ն ապահովում է networking-ը, փոխազդեցությունը, հա։ Պատկերացրեք օրինակ այս մեր pole-ը, օրինակ մեր network-ն է, որտեղ մենք իրար տենում ենք, խոսում ենք, լսում ենք։ Եթե այս ամեն ինչը փակ լիներ, ոնց որ մենք իրար չենք տենի, չենք լսի եւ չենք խոսի։ Այսի ոնց որ այս pod ու node հասկացությունը։ Pod-ը աշխատում է node-ի վրա։ Node-ը սերվերներ են, իրան կարող լինեն virtual, կարող լինեն physical։
նոդի վրա կառավարիչը կապիտանը կուբլետն է, կուբլետը դե որոշում է ով ինչ անի։ Մեջների լավ տղեն է, ասած։ Ինչ քարտու ձևով ասացի։ Կլաստեր ժողովուրդ, կլաստերը ինչ է։ Լսում եք Kubernetes cluster, այդ նշանակում է, որ կա control plane, control node ու կա worker node։ Worker node-ը սովորական նոդերն են։ Այսինքն Kubernetes cluster-ը ասում է Kubernetes cluster is a group of computers, called node that work together to run your containerized application։ Այսինքն containerized application-ներ ունեք, իրանք աշխատում են այդ նոդերի վրա, որոնք սրանք լոջիկապես իրար կապած են, մի cluster-ի մեջ են, ոնց որ հիմա մեր հարգը տարբեր սենյակներ, քանի որ մենք գտնվում ենք նույն բանում ֆակուլտետում, նույն հարգի վրա, դա ոնց որ այդ մեր cluster-ն է, մենք այդ cluster-ի մեջ ենք։ Դե կա master node, control plane-ը հեսա, որը կոչվում է նաև master node, ասում է ինքը ուղեղն է, ոնց որ դեկանատ է, ասում է ինքը որոշումներ է կայացնում, որտեղ application-ը պետք է աշխատի, որ scheduling լինի, այսինքն օրինակ ստե կատարում է այդ որոշումը, ասում է այս ուսանողը պետք է գնա այս սենյակ, այս ուսանողը, օրինակ նայեք, ստե 3 հատ պոդ կա, 3 հատ ուսանող կա։ Հիմա մի հատ նոր ուսանող է գալու ստե, control plane-ը դնելու է հաշվարկի, ասի, ստե 3 հատ ուսանող կա, ես խի բռնեմ, էսի ծանրաբեռնեմ։ Բեր ինչ անեմ, բեր այդ ուսանողին ուղարկեմ օրինակ ստե, այս լսարան, սենց ավելի լավ կլինի օրինակ, որովհետև եթե գա ստե, այս լսարանի ռեսուրսը մեծանալու է։ Ավելի լավ է գա ստե, ինքը որոշում է, թե որտե է դա։ Worker նոդերը դա մեր սովորական նոդերն են, ասում են these are machines that actually run your apps inside container, ասում են իրապես ծրագրերը աշխատում են ստե, այստեղ են աշխատում, այս պոդերի մեջ, չգիտեմ, աշխատում են։ Так, ստելը deployment-ին կհասնենք, սրանք կհասնենք, service-ին կհասնենք, ingress-ին։ Սրանք կողից օժանդակող բաներ են, ասենց ասած, որոնք էլի պետք են, այսինքն իրականում real օգտագործում են deployment replica set service ingress, բայց basic մենք հիմա ստե պետք է հասկանանք ինչա կատարվում։ Սրանք կարակ, հետո ոնց որ ավելանում են։ Kubelet-ը կա, հեսա։ Kubelet-ը ասում է, ոնց որ worker node-ի վրա գլխավորն է, ինքը ապահովում է, որպեսզի ձեր պոդը աշխատի ինչպես որ սպասվում է։ Այսի անհրաժեշտ այն որ ռիլեր կան, չէ՞, որ ասում է բազովի մինիմում, չգիտեմ, երբ տեսնի։ Այս է բազովի մինիմումն է, ժողովուրդ։ Հիմա ասում է Kubelet-ի բազովի մինիմումը, ասենք 10 միլիոն դոլար է, չի, ստե Kubernetes-ի դեպքում, իր բազովի մինիմումը ոնց որ Kubelet-ը պետք է լինի։ Մյուսը proxy-ն է, այսա, proxy։ Ասում է manages networking inside the cluster, ensuring different pods can communicate։ Ստե pod ունես, ինքը այս pod-ի հետ proxy-ն է անում, որ այս pod-ի հետ կարողանա աշխատի։ Այսինքն աշխատել որն է networking մակարդակում կարողանան իրար ինֆորմացիա ուղարկեն։ Մի cluster-ի մեջ գտնվող pod-երը կարողանան իրար հետ համագործակցեն։ Ինքը ոնց որ այդ networking-ի բազովի մինիմումն է։ Так, ստե էլ ինչ կար։ Մնացածին կհասնենք, գանք հիմա ոնց որ control plane-ը սկսենք։ Մի հատ քիչ փորել հասկանանք control plane-ի մեջ ինչ կա։ Ուր է ստե control plane-ի մեջ ingress config map secret kubelet տանեն control plane-ի մեջ առանձին ինչ կա, խի architecture-ի մեջ կարող է լինի։ Ասենք նայեք ժողովուրդ, հիմա control plane-ն ենք ուսումնասիրում, այսինքն կառավարման ձեր այդ տեղը, օրինակ մեր կառավարման տեղը դեկանատն է, ինքն կառավարում ամեն ինչ։ Control plane-ի ժողովուրդ սիրտը ու Kubernetes cluster-ի սիրտը դա Kube API server-ն է։ Նայեք, ուշադիր նայեք, բոլոր Slack-ները գալիս են Kube API server։ Ինչքան ինչ ունեք, ամեն ինչ, եթե իրար հետ կապվում են, դա սրտի միջոցով են Kube API server-ը ոնց որ Արունը հոսում է սրտի միջոցով, նույնտեղ Kube API server-ն է։ Так, ինքը ինչ է ասում է ինքը ապահովում է Kubernetes-ի API-ը, ոնց որ եթե դուք ուզում եք Kubernetes-ի հետ փոխանցեք, դուք
օրինակ CLI ունեք, հա, հրաման եք հավաքում, այդ CLI-ը այդում կպնում է Cube API server-ին, Cube API server-ը սկսում է մշակել։ Так, այս ինչ է ասում է like initial gateway to the cluster listen now that queries, հեսա Kubernetes-ի հետ աշխատելու համար գոյություն ունի Kubernetes CLI, հա։ Так, դա կոչվում է kubectl, ինքը ծրագիր է։ Նստում եք հրամանը գրում եք kubectl, չգիտեմ, գնա այս ինչը բեր, ինքը այդտեղ գնում է այս ինչը բերում է։ kubectl, չգիտեմ, get images, kubectl run nginx եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ սկսում է kubectl-ից։ kubectl-ը կապնվում է ոնց որ բանի հետ։ Cube API server-ի հետ, հա։ Ու ոնց որ Cube API server-ը ինքը սկսում է լսել, սկսում է ձեր հրամանները կատարել։ Այսի ոնց որ Cube API server-ն է, ինքը միակ կոմպոնենտն է, որը կապված է մնացած բոլոր կոմպոնենտների հետ, հա։ Այսի էդի է։ Հաջորդը Cube scheduler-ն է, տենանք ստե ուրա, հեսա, scheduler։ Schedule բառը հայերեն ժողովուրդ, ոնց կարելի է թարգմանել։ Չէ, scheduler-ը։ Մի վարքյան Google Grafik. Չէ, դա չէ։ Հաստատ դա չէ։ Տենանք գոնե նորմալ բան scheduler։ Պլանյորով շիկը ռուսերեն է, ժամանակած ապուշի։ Okay, լավ, հեսա հասկ բան կանենք կհասկանանք իմանա։ Ինչը ասում ստե մի հատ էլ կարդանք։ Ասում է, երբ որ դու օրինակ ուզում ես pod run տաս, դու գրում ես kubectl run, հրամանը կանցնենք էլի, էլ մի կենտրոնացեք հրամանի վրա։ Ես իրան ասում եմ, ես pod եմ ուզում, հա։ Ուղարկում եմ Cube API server-ին, Cube API server-ը կապնվում է scheduler-ի հետ։ Scheduler-ը հեսա, այսի շատ կարևոր օրինակ տող ասում է, scheduler-ը այն, ուրեմն կոմպոնենտն է, որը որոշում է ինքը գալի է նոդերը ստուգում է, հա։ Ոնց որ լսարանները, եթե ստե բոլոր օրինակ զբաղված լինեին նստատեղերը, ըստ ուսանող չէր կարող նստել։ Հետևաբար ինչ որ մեկը կայնած ընդ է հաշվում է օրինակ, ով որտեղ մտավ։ Նոր ուսանող եղավ, ինքը ասում է դու ես լսարանի վրա չես կարող գնաս, որտեղ resource չկա։ Ստե։ Դու գնայես լսարանի վրա։ Նույն դեպ scheduler-ը ոնց որ որոշում է թե pod-ը, այսինքն ծրագիրը, որը աշխատելու է, որ նոդի վրա աշխատի։ Ինքը մենակ որոշում է, ինքը ոչ մի գործողություն չի կատարում։ Ինքը որոշողն է, բայց ինքը չի անում դա։ Անելու է kubelet-ը, ոնց որ այս-ի անելու, բայց ինքը որոշում է։ Իմաստը այն է, որ առանձին մեխանիզմ է, ինքը պրոստը որոշող է, սենց։ Ինքը տիրապետում է այն ինֆորմացիային, թե ստե ինչ ռեսուրս կա, քանի հատ ստե նստատեղ կա, քանի հատ ազատ, մոնիտոր կա ստե թե չէ, պրոյեկտոր կա ստե թե չէ, անհրաժեշտ, չգիտեմ, լսարանային պարագաներ կա թե չէ։ Ինքը պրոստը ասում է, որ դու կարաս այդ ուսանողին ուղարկես ստե, բայց ինքը ասում է, որ սենց պետք է անես, անողը ուրիշ ոնց որ բան է, էլի։ Cube controller manager։ Այսի controller manager-ն է, так, responsible Ուրեմն նայեք, controller manager ժողովուրդ, տարբեր բաների controller-ներ կան, հա, օրինակ node-եր կա node controller, pod controller, սենց առանձին հասկացեք էլի, բայց ինքը մի մեխանիզմ է կոչվում է controller manager, հասկանանք ինքը ինչ ան։ Տարբեր օրինակ controller-ներ կան, օրինակ replication controller-ը առաջինը, այսի մի քիչ առաջ, մի քիչ հետոյվա թեմա է, բայց հասկանանք replication controller-ը ինչ է։ Նայեք, հիմա ես եթե մի հատ ինչ որ pod եմ ուզում run տամ ստե, այս pod-ը գալի run-ա լինում ստե, բայց ինձ պետք է ապահովել օրինակ 2 հատ, 3 հատ, 4 հատ։ Replication controller-ը ոնց որ էդ է, ես replication controller եմ կազմում, հա, replica set է կոչվում։ Ու գրում եմ ոնց որ ինձ այսքան pod է պետք մինիմում, բազովի մինիմում, ինձ այսքան օրինակ չգիտեմ, բան է պետք։ Ինքը ոնց որ ենթադրենք այս 3 հատը նույն application-ն է, ասենք նույն տարբերություն չկա։ Replication controller-ը նայում է, տենում է վերջնի monitoring-ը անում այս 3 հատը։ Տենում է մեկը մեռավ, ինքը մի հատ էլ է բացացնում, որ 3 հատը ապահովի։ Այսի հետ է։ Կա node controller։ Տեսեք, ես ունեի pod-ը, որը ունի replication controller ու կա node controller։ Node controller-ը ինչ ասում է սրա մեջ գտնվող node controller-ը
ապահովում է, որպեսզի ձեր նոդերը նորմալ աշխատեն, հա։ Կա ready եւ not ready, այսինքն պատրաստ է եւ պատրաստ չի։ Նշանակում է ինքը նաեւ մոնիտորինգ անում է նոդերը։ Ինքը ստուգում է, թե նոդերը նորմալ աշխատում են, թե չէ։ Ոնց որ դեկանատից ինչ որ մեկը գամ է ստուգի, տենա օրինակ, չգիտեմ, ես բացակա դնում եմ դες թե չէ։ Օրինակի համար, հա։ Եթե չեմ դնում վատ, չեք գալի, չեմ դնում, կամ չեք գալի, չեմ դնում վատ է եւ այլն։ Նույն ձև ոնց որ ես ստուգեմ, տենամ ով է, ձեզնից 10 սովորում, դա ոնց որ controller manager-ն է ամեն ինչ անում։ ETCD ժողովուրդ, այսի երևի իմ կարծիքով ամենակարևոր կոմպոնենտն է այս ամեն ինչի։ Չնայած ինքը API server-ի նման ֆունկցիաներ չունի, բայց ETCD-ն ինչ է։ Ինքը դատաբազան է, Kubernetes-ի database-ն է, հա։ Ասենք եթե օրինակ մենք պատկերացրեք, հա, համակարգիչներ չկան, ամեն ինֆորմացիան թղթի վրա է, ոնց է, վաղ բանկերը սա թղթի վրա են, չէ՞, բան ինչև համակարգիչներ եւ այլն։ Պատկերացրեք ոնց որ այդ թղթերը սա վառվին։ Դուք ոչ մի ինֆորմացիա ոնց որ չեք ունենա։ Ու ոնց որ չգիտեմ, ինչ որ սերվեր կա, որտեղ մեր մասին ինֆորմացիա կա, որի պատճառով մենք եկել ենք ստե, ու այդ սերվերը տրակի։ Մենք ոնց որ officially, հա, այդ ստեի ուսանող կամ դասախոս չենք։ ETCD-ն ժողովուրդ, դա ոնց որ database-ն է, ամեն ինչի, ամեն ինֆորմացիա ETCD-ի մեջ կա։ Այս ամեն ինչը որ աշխատում է, սրանք գնում են Kube API server-ի միջոցով ETCD-ից այդ ինֆորմացիան վերցնում են, քաշում են, էլի։ ETCD-ն key value store-ը, key value ով գիտի ինչ է։ Այո, բանալի արժեք հայերեն։ Ինչ։ Հա։ Մոտավոր ճիշտ ես։ Key value store։ Օրինակ king, ասենք football club, հա, լավ։ Որ ֆուտբոլ ակումբը չեք սիրում։ Օրինակ ես չեմ սիրում Real Madrid-ը։ Ատում եմ։ Հա։ Այսի key value store-ը իմ key-ն է սա, այսր հավասար է օրինակ Real Madrid, հա։ Ենթադրենք։ Չգիտեմ, ասենք University, ինչա՞։ Liverpool է։ Ասենք University։ Եվ այսի բանալին, հա, այսի արժեքն է։ Բանալի արժեք, key value store։ Այսի ոնց որ ETCD-ն է, ամեն ինչ տենց է պահվում, հա։ Так, ստե ինչ է ասում ETCD the cluster state change get stored։ Այսինքն ստե օրինակ մի բան իմ մտքում փոխվավ, ասենք ես սկսեցի սիրել Real Madrid-ը, օրինակ չգիտեմ, բանալին like-ն է, հա։ Ես սկսում եմ սիրել Real Madrid-ը, ենթադրենք։ Ինչ որ փոփոխություն եղավ, ինքը ETCD-ում գրանցվում է, հա։ Չգիտեմ, ցանկացած փոփոխություն cluster-ում ժողովուրդ։ Ինքը այս նոդում մի հատ խնդիր ելավ, նոդը չի աշխատում, ETCD-ն դա գրանցում է, որպեսզի հետո controller manager-ը կարողանա դա իմանալ դրա մասին։ Ամեն մի ձեր, ուրեմն վիճակը state, հա, любой վիճակ ETCD-ում կա գրանցված։ Worker node components։ Так։ Աշխատող նոդերի կոմպոնենտները, այս են գալի։ Մենք այս ենք հասնում։ Այսա։ Առաջինը CRI, եթե տեսնեք այս CRI բառը, նշանակը container runtime interface, եթե ճիշտ եմ հիշում, հա։ Container runtime, հա, interface, պետք է որ էս in interface լինի։ Դա Docker-ն էլ է container runtime interface։ Հիմա հասկանանք ստե ինչ է ասում։ Ասում է container runtime is the software responsible for running containers on node։ Այսինքն ասում է container runtime interface-ը պետք է լինի, որպեսզի ձեր կոնտեյներները, հա, կարողանան աշխատել այդ նոդի ոնց որ մեջ, հա, օրինակ մեր լսարանում պետք է նստարան սեղանատոր լինի, որ գոնե մենք 10 ժամ կարողանանք ապահովել, հա։ Ոնց ասեք, որ նոդերի։ Ինչեր է։ Որինչ։ Так, նոդերը, ուրեմն container runtime-ը նրա համար է, պատասխանատու որ կոնտեյներները նոդերի վրա աշխատեն։ Կներեք, так։ Այդ ոնց որ մեր լսարանի սեղանատորները լինեն, ոնց որ չլինեն մենք չենք նստից, դա դաշ չենք սովորի։ Նույնը կոնտեյներների աշխատելու համար, հիմա ամենա որի հետ դուք գոնե ծանոթ եք, դա Docker-ն է։ Բայց Docker-ից բացի ուրիշ
Նաև նմանատիպ ծրագրեր կա, որ կոնտեյներներին թույլ է տալի աշխատել։ Container D-ն է ու CRI on-ը օրինակի համար։ Տեսեք, Docker-ի ալտերնատիվա է։ Եթե դուք ուզում եք cluster ստեղծեք Kubernetes, այս ծրագրերից մեկը նոդերի վրա պետք է աշխատի։ Եթե ճիշտ գիտեմ, ոնց որ default-ով container D-ն է գալի, հա։ Մյուս պարամետրը kubelet-ն է։ Kubelet-ը դա այն կապիտանն է, հա, որ ասի օրինակ, ստե ես եմ այս բառը գրեմ, քանի որ ես եմ օրինակ դեկանատի հետ փոխազդում, հա։ Ինչը ասեմ, the kubelet is an agent run on Kubernetes node։ Ու պարտադիր հիշեք, Kubernetes նոդի վարքյան Kubelet-ը ժողովուրդ հեսա նոդերի վրա կա, հա, ինքը բանի control plane-ի վրա չկա։ Ինքը մենակ նոդերի վրա է։ Ասում է ինքը փոխազդում է container runtime-ի հետ, Kubelet-ը փոխազդում է container runtime-ի հետ։ Ոնց որ չգիտեմ, այս սեղանատորները իմ անունով գրած լինեն, ես դրանց պատասխանատուն մենեջանով եմ։ Ու Kubelet-ը փոխազդում է control plane-ի հետ, այսինքն այս կապիտանը փոխազդում է նաև control plane-ի հետ kube API սերվերի միջոցով։ Կոպիտ ասած մենք նավակներ ունենք, նավակների վրա այդ կառավարիչը ոնց որ պետք է Kubelet-ն այսքան։ Ինչ է անում։ Հիշում եք, որ ասացի, էսի որոշում է որ դդնի։ Ասենք scheduler-ը որոշողն է։ Այ Kubelet-ը այդ որոշումը վերցնող ու կատարողն է, հա։ Ոնց է, չգիտեմ, դատարանը օրինակ պետական օրգանները այն կինոների մեջ չեն, որ ասում է order ունես, որ ինձ, չգիտեմ, բան անես։ Այդ order-ը որոշումն է, բայց կատարողը այդ ոստիկանն է, այդ որ գալիս է, սկսում է կատարել։ Նույն ձևս է, Kubelet-ը վերցնում է այդ որոշումը ու սկսում է կատարել ստե։ Так, ու ամենակարևորը Kubelet-ը այս պոդերի մասին ամեն ինչ գիտի, այսինքն եթե ինքը տվյալ նավակի կապիտանն է, ինքը գիտի, թե օրինակ տվյալ նավի վրա որ նավաստինը լավ աշխատում, որ նավաստինը հիվանդ, որն է, չգիտեմ, խուսափում գործից, որը ինչ ունի եւ այլն։ Ինքը այդ ինֆորմացիաները վերցնում է ու տալիս է Kube API սերվերի միջոցով etcd-ում գրանցվում է, դատաբազայում գրանցվում է։ Էսի այդ Kubelet-ն է։ Так, ստե ինչ կա, kubeproxy, run and manage network and it implements services, so maintaining network host։ Հիմա kubeproxy-ն ապահովում է networking-ի մասը, հա։ Այսինքն, ստե բարձա դու application-ներ, բայց իրանք իրար հետ պետք է փոխազդեն։ Kubeproxy-ն ուրեմն այդ ամեն ինչը կատարում է, ասեն սերվիսների միջոցով, սերվիս է կոչվում, հա, networking-ի մասը։ Ինչ է նշանակում, նշանակում է դա պրոստը ցանցն է ժողովուրդը ապահովում, ոնց որ էլի այդ մեր լսարանի պոլը է լինի, մենք կարող ենք ամենտեղ ոնց որ գնանք, ինքը ապահովում է, որպեսզի այդ պոդերը իրար հետ խոսան, պոդերը ուրիշ ոնց որ նոդի վրա գտնվող պոդերի հետ խոսան, այսինքն մի նավաստին կարողանա խոսալ համ տվյալ նավի մեջ գտնվող նավաստի հետ, համ ուրիշ նավի հետ գտնվող նավաստի հետ, ոնց որ կարողանա խոսալ։ Ոնց որ մեր, օրինակ, չգիտեմ, Telegram-ի group chat է, մենք կարող ենք իրար ոնց որ կոմունիկացիա հաստատել, նման մի բան է։ Ստե տակից, էսի կարակ չիմանաք եւ այլն, էսի արդեն Linux terminology-ա, ոնց որ IP tables ու IPVS, էլի, ոնց որ տակից այդ աշխատում, տենց շատ կարևոր չի որ էսի իմանաք, բայց հա որ եթե խորանակ Kubernetes-ի մեջ խնդիր չկա։ Կարակ դրա մեջ է։ Բանանեք։ Так, ստե սրանց մասին հələ կանցնենք, այդ plugin ժողով կան որոշակի feature-ներ, որոնք դու կարող ես Kubernetes-ի վրա ավելացնես։ Այս իր basic ու minimal ոնց որ բանն է, բազովի մինիմումն է, որ ինքը կարողանա աշխատի, հա, գոնե փոխազդի։ Հետո ինչ որ բաներ կավելացնեք, չեք ավելացնի, կարակ օրինակ core DNS ավելացնեք, լավ, բերեք անցնենք։ Հասկանանք ինչ է, եթե հետագայում դասընթացի մեջ լինի, դրանց մասին ոնց որ ավելի մանրամասն կխոսանք։ Core DNS-ը DNS server-ն, հա, որոնք ձեր cluster-ի մեջ ինչ է նշանակում։ Հիշում եք, որ բոլոր կայքերը դուք անունով գիտեք, հա, facebook.com, google.com եւ այլն։ Ու կային իրանց IP-ներ, որ IP-ները եք փոխանցում։ Այդ ինֆորմացիան դա DNS սերվերների վրա է, չէ՞։ Մենք եթե ուզում ենք, օրինակ մեր համակարգիչը, որ գրում ենք facebook.com, ինքը չգիտի facebook.com-ը որտե է։ Ինքը այդ թվա DNS-ը իրան ասում է, որ այդ անունովը գտնվում է այսինչ հասցեում, IP-ն է տալի։ Նույնն էլ ստես պոդերը անուններ ունեն, հա։ Այս պոդերը սերվիսները անուններ ունեն։ Հիմա դուք եթե ուզում եք անուններով փոխազդեք, պետք է core DNS օրինակ ունենաք։ Սենց։
Էսի вообще անծանոթ է, բայց կարդամ հասկանամ ինչա։ Cube virtual the running virtual machine alongside containers providing unified management. В общем, էսի չգիտեմ, ես ամենայն դեպս չեմ հավանդիպել, ես նոր եմ իմանում սրա մասին։ Էսի կարող տենց ուշադրություն չդարձնենք, որովհետև ինչի թվում էսի տենց ինքը շատ պրակտիկ բան է։ Virtual alongside կոպիտ ասած ասում են ինչ որ եթե virtual մեքենաներ ունենաս, ինքը կարա փոխազդի կոնտեյներների հետ։ Սենց ինչ որ բան է ապահովում։ Так, application counter։ Այս կալիկան օրինակ ճանաչված ADSON է, network policy engine provide secure hypermedia network։ Այսի ժողովուրդ network plugin է, ինքը էս ասում ապահովում է անվտանգ high performance networking, այսինքն շատ բարձր արագությամբ network։ Այսինքն այսի դուք install եք անում ձեր Kubernetes cluster-ի վրա, ամեն ինչ secure է լինում, ենթադրում եմ որ HTTPS-ով օրինակ կամ տակից TLS SSL պրոտոկոլներ աշխատում բանից ու փոխազդում է ոնց որ շատ արագ high performance networking-ը ապահովում այս կալիկոն։ Այսի հետ ADSON-ներն են, այսինքն տարբեր լիքը բաներ կա, դուք կարաք աշխատացնել։ Հիմա գոյություն ունի send site, կոչվում է killer code-ը։ Այս killer code-ը եթե դուք օրինակ ուզում եք CK-ի պարապեք, ես սրանով եմ պարապել ու ստացել եմ, էլի։ Գալիս է killer code-ը, այստեղ գրած է օրինակ CK certification։ Ստե environment-ները տարբեր տալի, так, տենանք access scenario, կտցնում եք access scenario ու սենց օրինակ playground, սովորական playground-ը, մի վարքյան, I agree, հասկանանք, так, okay, բերեք Google-ով մի հատ authentication անցնենք, так, call you later, okay, այսի Kubernetes cluster-ը, որի դուք պրյամո ինտերնետում հա կարող դնեք բզբզակ, սենց, killer code-ը, հա, սրանով օրինակ որ մտնեք պարապեք այն բաները, իհարկե դի հերիք չի, բայց ձեզի օրինակ կապահովի մի 60% սենց ամեն ինչ էլի, այդ քնության համար։ Ուրեր ստե հրամանները, basic հրամաններ ենք անում, ասում kubectl get pods, հա, kubectl օրինակ get pods։ Ինչ որ pod չկա ժողովուրդ իմաստը, նայեք, namespace-ը կա իրականում, հեսա իրականում ստե pod կա, հեսա այդ բան կանենք, ինչ է ասում, kubectl-ը այն ծրագիրն է, որը cluster-ը հետ է փոխազդում, get-ը ստանալ, անգլերենից sense թարգմանում ես, ոնց որ նույն բառն է։ Ասում է kubectl-ի միջոցով ստացիր մեր pod-երը տվյալ namespace չենք նշել, սի default namespace-ն է, հեսա։ Namespace-ի իզոլացիա ոնց որ պատկերացնեք, մենք մագիստրատուրա չգիտեմ, երկրորդ կուրս եք, դուք դեռ առաջին։ Ոնց որ առաջի կուրսն եք, հա, մագիստրատուրա երկրորդ կուրսն է, անում է դիմացի ուրեմն լսարանում, այս սենյակը մեր namespace-ն է։ Հիմա ընդ ոչ մի ուսանող չկա, ես ոնց որ ասում եմ kubectl, ստացին ընդ ուսանողներին, ոնց որ ինձ ցույց տու, բայց ընդ մարդ չկա, ինքը ցույց չի տալի։ Так, kubectl -n kub system։ Նայեք, ինչքան podեր մենք էլանք։ Հələ օրինակ որ կարդակ ինչեր կտենաք ստե։ Կանի մի հատ IC sense անեմ ու գանք ստե։ Kube scheduler control plane, kube scheduler, այսա։ Kube controller manager control plane, controller manager, այսա։ Kube API server control plane, kube API server, այսա։ etcd control plane, այսա։ etcd-ն կա։ Core DNS, այս են add-on-ներ, որ կա։ Այս Kilium-ը, եթե ճիշտ եմ հիշում, networking add-on-ը, հա, մի վարքյան Kubernetes Kilium։ Հա, networking-ն է հեսա։ Networking-ն է ապահովում։ Այսի է ժողովուրդ։ Այս ստեղ է այս բոլոր ձեր կոմպոնենտները իրանք կոդերով են հանդես գալի։ Ես կոպիտ ասած default namespace-ը ստուգում աստե, տենում աստե ոչի բան չկա, դրա համար ես ինչ արեցի։ Ասեցի kubectl, ստացի բոլոր կոդերը, որոնք գտնվում են այս namespace-ում, -n-ը նշանակում է namespace, լսարան։ Ես հիմա քանի որ մենք ստեղ ենք, ես ասեցի ստացի բոլոր այն ուսանողների անուն ազգանունները, որոնք գտնվում են այս լսարան, քանի որ ստե մարդ կա, ինքս տվեց։ Ստատուսը running, եթե մի բան ստե running չի, շատ վատ է լինելու։
Օրինակ, եթե դուք հրաման կատարեք ու ինքը ոչ մի բան չկատարի, հնարավոր է որ ձեր Kube API սերվերը պրոստը մեռել է տուպը մեռել է, էլի։ kubectl get nodes, ասենք։ kubectl get nodes։ Տեսնում ենք երկու հատ նոդեր ունենք, օրինակ։ Չէ, get nodes մի հատ, երկու հատ նոդ ունենք։ Մի հատ control plane node-ը, IC, մի հատ էլ ինչ որ node։ Այսա։ Գրածա ready։ Հիմա նայեք ոնց ենք կոդ run տալի kubectl run, ասենք nginx image, так, image հավասար է nginx։ Նայեք, ասում kubectl աշխատացրու ինձ, այս անունը ինչ ուզեք կարող դնեք։ Image-ը, ասում եմ image-ը, ինչ image ես ուզում, ասում եմ nginx։ Ինքը sense գալիս է docker hub օրինակ։ Ստուց իմանում է nginx-ը ով է։ Հիմա չգիտեմ, կարող է այս անդրե, կարող է, բայց էական է, չէ, էականը ոնց է աշխատում։ Գալիս է այսի ընտրում, հա։ Բերում գցում, այստեղ աշխատում է։ Մի հատ։ Սենց անենք kubectl, հիմա get pods ենք անում։ Այն վաղ չունենք, հիմա ունենք։ Տեսեք running վիճակում։ Ու սենց։ Այսի kubectl get service-ից հիմա սերվիսների ինձ թվում է չունենք։ Սրա վրա, հա, չէ, մի հատ ինչ որ սերվիս ունենք։ Kubernetes service-ը, այսի ոնց որ default service-ը ինքը։ Այսի type-ն է։ Սերվիսները մի քանի type-եր ունեն, կանցնենք դրա մասին, հələ չենք խորանում, էլի cluster IP-ը, այդ սերվիսի IP-ն է, չգիտեմ, այս port-ի վրա է, հա, այսի երևի ինձ թվում է հենց nginx-ի բանն է, էլի։ Սերվիսն է։ Ուստը մենք killer կոդայով հուսամ կհասցնենք շատ բաներ կանենք, ժողովուրդ։ Կգանք ստե սենց իրականում հեշտ բաներ են, այսինքն եթե հասկանաս, սենց ստե կոնկրետ իմ պատկերացմամբ հեշտ է, էլի, որովհետև ուրիշ environment-ներ կան ավելի դժվար է էլի այդ խնդիրները բանանել։ Ու երևի այսօր այսքանը կարանք սահմանափակվենք։